Եվ ես արձանագրում եմ, այո, 2018 և 2019 թվականին ես եղել եմ ֆորպոստի վարչապետ, առաջին հերթին այն պատճառով, որ եղել եմ այն տրամաբանության մեջ, ինչ տրամաբանության, որի հիմնական առանցքը եղել է հետևյալը, որ իրականում Հայաստանի Հանրապետությունը ոչ թե նպատակ երկիր է, այլ միջոց երկիր է մի ավելի մեծ նպատակ երկրի հասնելու համար։ Այդպիսին եղել եմ 2018 թվականին, այդպիսին եղել եմ 2019 թվականին։ 2020 թվականի նոյեմբերից հետո ես թերևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում և կարծում եմ սա շրջադարձային կետ է եղել, երբ որ մենք, մեր քաղաքական թիմը, մենք բոլորս մեզ հարց ենք տվել, թե ի վերջո ինչ ենք մենք ուզում։ Մենք գտնվել ենք վերջնական և ամբողջական ֆորպոստացման գծի եզրին։ Եվ մենք մեզ հարց ենք տվել, մենք ուզում ենք այդ գիծը հատել, թե մենք չենք ուզում այդ գիծը հատել, և մենք որոշել ենք, որ մենք չենք ուզում այդ գիծը հատել, և այս այն կետն է, որտեղ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ժողովուրդը պետք է կայացնի որոշումներ, իհարկե առաջին հերթին մենք ինքներս պետք է կայացնենք որոշումներ։ Եվ այս պրոցեսը շատ կարևոր է արձանագրել, որ ինքը մի քայլանոց կոմբինացիա չի, և այս պրոցեսը մի իրադարձությամբ չէ, որ կուլմինացիայի է հասել, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ կա մի կետ, որտեղ այս պրոցեսը, որտեղ ֆորպոստի ինձ համար անձամբ ֆորպոստի վարչապետից հստակ անցում է կատարվել դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ գործում իհարկե 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները շատ մեծ դեր են խաղացել, բայց ես ուզում եմ հստակ ասել, որ այդ կետը, ես գիտեմ այն օրը, երբ որ ես վերածվել եմ Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետի և այդ կետից սկսած մինչև օրս գործում եմ բացառապես այդ տրամաբանությամբ։ Դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ որ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Երբ մեր ընդդիմությունը այս օրը և այս փաստը և նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս օգտագործում են այն տրամաբանությամբ, որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում և ով ճանաչել է այդ տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ սա շատ կարևոր և շրջադարձային պահ է, որովհետև իրականում և խորքային քաղաքական իմաստով և առարկայորեն ես ուզում եմ մենք հիշենք այդ պահը։ Այդ մի ժամանակներ էր, երբ որ մենք արձանագրեցինք, որ նույնիսկ մեր ամենամոտ գործընկերները փաստորեն, և դա երևաց, դա ոչ թե տեսական թեզ էր, այլ պրակտիկ նշանակություն ունեցող միջավայր և իրավիճակ, երբ որ մեր նույնիսկ ամենամոտ երկրները մեր երկրի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ Եվ սա մեզ համար շատ սթափեցնող մի բան էր։ Հենց այդ պահին էր, որ մենք ինքներս մեզ ստիպված էինք հարց տալ, բայց մի րոպե, մենք ինքներս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Ինձ համար դա է այն կետը, որտեղ ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ տրանսֆորմացիա։ Եվ ես հիմա արձանագրում եմ, և արձանագրում այդ արել եմ, ուզում եմ նորից կրկնեմ,
որ եւ ես սրանում միանշանակ համոզված եմ, որ մենք այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ։